Սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է ակտիվություն ցուցաբերել ինստագրամյան հարթակում, այս անգամ վերջինս խոսել է վարորդական վկայական ստանալու քննության և մի քանի անգամ այդ քննությունից կտրվելու մասին։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասամ ես մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և կարծեմ մի տարի և անվավերաճանաչվում նաև ձեր տեսական քննությունը, ես հանձնել էի 3 օր պարապելով, 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարան է ես որ գնացել, ես մի կողմից լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք, դուրս եկա ատամնաբուժարանից մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հասատ անմոտ շենքի մոտեցան նկարվելու, ինքան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժարանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժարանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում, հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում, լավ ինչով է այսօր նաև ներկայացման եմ 7 հանցիկ ես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման և չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Հենց սենց կցել եմ, ինչ ես սարքում։ Սարքում եմ իրով։ Ինչով։ Սիրտդ ինչով որոզին։ Լավաշով։ Հումորով ում եք նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա։ Այս տանջարկի Զրզմփա ապարատը վերել է, որ պիրոտ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարոքարության կամ եմ տենում, որ ձորք են։ Որ հարմ է մեջ։ Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարակը լցնելու է սրա մեջ, հետո կարակը ավելացրեցինք, ինչին, խոսանա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասաս, ձվին, կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին, Տեսակին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ խնդորին։ Մի րոպե, ինը սմետանի քացախ է։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի գտարել մածուն։ Ու հիմա է քացախ։ Վաա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, որ մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ Հիմա ես ես կծեմ մեջ։ գծի։ Ասմա Մարիա կուրիկա հետ։ Մամային է, մամա շուտ արա։ Դե ասա հետո։ Ավելացրեց։
Сметան մածուն կալաբարացյան։ Всё, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր։ Իբր ինքնասարքում էլի սաղ ռեցեպտը ես ասեցի։ Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին։ Ով ինչ կարա զարկում է։ Արդեն ուշ է։ Կարող ես խնձոր տքա վերջում շարենք։ Ոչ։ Մամ, ես ինչ է։ Մամ, դե խոսա։ Մամ, ինչ ես։ Աղցան։ Այո, Ինչով։ փորձով։ Ծիրանի կուտ, չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ։ Այո, Լավ էլ պատրաստինի ցույց կտամ։ Մամ, ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Մարիա, ես շատ սիրում ես։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։ Տենց պատրաստեմ։ Սա մեր պատրաստի արդյունքներն են։ Այսպես կփորձեմ և կասեմ եմ կարծիքը։ Բայց շատ լավ նախամոր է եղել։ Ընտիր է եղել, խմորն է շատ լավ է։ Բոմբչկա է, փորձել է պետք։ Ու ստեղ պատրաստել ենք, արդեն նավնեց եմ ասում պատրաստել ենք, պատրաստել։ Նապոլեոններ ընտիր, սպասում ենք մի քիչ փափկի ու թռչնիկաթի երկու դիզայնով ենք արել, ընտիր է, ես փորձել եմ կրեմը։ Այս խմորով պատրաստելու ենք հաց։ Թուղթը դնել չստացվեց, նենց որ կդիմենք ուրիշ մեթոդների։ Ձիթապատ ունենք։ Հիմա խմորը պետք է տեղադրենք մեջը։ Ու ավելացնում ենք սեմուչկաներ հացի վրա։ Տեղափոխում ենք գազօջախ։ Փնում ենք հիմա արդեն գազօջախը, ինչքան է 200-ի տակ ամիացրած և սպասում ենք։ Մեր հացը պատրաստ արդեն հանում ենք։